Եվս պես դեռ մի քանի ժամ առաջ էի ես առաջին տեսանյութ հրապարակել մեր կինոդպրոցի, որը կոչվում է հեղինակային ֆիլմերի կինոդպրոց on-line, ու առաջին նամակը եկավ, ուզում եմ անպայման անդրադառնամ այդ նամակին, նամակի հեղինակից չեմ հարցրել իր անունը հրապարակեմ, չնայած իր անունը Արմինե Հակոբյանն է։ Կատակում եմ։ Մի խոսքով, sense մի հարց է եկել, արդյոք սահմանափակում կա տարիքային այդ դպրոցում մասնակցելու եւ ընդհանրապես կինո նկարահանելու սահմանափակում կա թե չկա։ Ուրեմն ես մի բան պատմեմ իմ կյանքից, ինչ որ ինձ հետ է պատահել։ Առաջին իմ ֆիլմը ես նկարահանել եմ դեբյուտային ֆիլմը Հայ կինոստուդիայում Ռուբեն Գերոքյանցի հրավերով։ Դա եղել է 93 թվականին։ Եվ արդեն հետո որից հետո ես մի քանի տարի հետո տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ, դե գիտեք, իմ էմիգրատի կյանքը ոնց էր, պայմաններ չկային, դրա մասին ընդհանրապես մոռանալ էր պետք կինոյի մասին, ոչ մի բեքգրաունդ չունեի, բայց քանի որ մեկ-մեկ դասավանդում էի տեղի քոլեջում, տեղի թատերական ինստիտուտում դասավանդում եմ ընջախաղ եւ շարժման թատրոն, ինձ ճանաչում էին քոլեջից եւ մի անգամ ես հրավեր ստացա կինոյում նկարահանվելու որպես ընջախաղաց, հրավերողը Դեվիդ Վինթերսն էր, լեգենդար վեբսայթյան պատմություն ֆիլմի դերակատարներից մեկը, եկել էր մեր քաղաք, որպեսզի նկարահանումներ անի ֆիլմի, ու ինձ հրավիրել էր որպես ընջախաղաց այդ ֆիլմում խաղալու։ Ֆիլմը կոչվում է Dance in its Own, համոցածում կա, կարող եք նայել։ Ու ընթացքում Դեվիդի հետ խոսելով, Դեվիդ Վինթերսի հետ խոսելով, ասացի, որ մի ֆիլմ ունեմ դեբյուտային նկարած ու վերջ, ու ինքը մի քանի անգամ հարցրեց, իսկ ինչի՞ չես նկարում ֆիլմ, տարբեր պատճառաբանություններ վերեցի, ու վերջի անգամ ինքը հարցրեց, ինչու ֆիլմ չես նկարում, որտեղ ես ճիշտ ասած համերցուց է տվել իմ ֆիլմից մեկ իրան, դրա համար ինքը հարցրում։ Ու վերջի անգամ ես պատճառաբանեցի, որ 50 տարեկանում ինչ ֆիլմի մասին է խոսքը, ինքը բավական լուրջ բարկացավ իմ վրա, ոնց որ կարելի ասել հարցակվեց իմ վրա ու ասեց չես խոսում 50 տարեկանից ցածր մենք չենք վստահում ոչ մի ռեժիսորի, ոչ մի սցենարիստի, շարունակի ֆիլմը նկարել։ Երբ որ ես հարցրեցի Դեվիդ, իսկ ոնց, ես չունեմ անուն, ես չունեմ գումար, ես չգիտեմ, միջավայր չկա, ու ինքը ինձ տվեց ճանապարհային քարտեզ։ Այդ օրվանից դա 10 տարի առաջ էր, մինչև այսօր ես արդեն գալիս եմ Հայաստան իմ 6-րդ ֆիլմը նկարահանելու։ Դրա համար ես պնդում եմ, որ տարիքային սահմանափակում չկա։ Ֆեդերիկո Ֆելինին նույնպես 50 տարեկանում նկարահանել իր առաջին ֆիլմը, չկա որևէ սահմանափակում, մեր դպրոցում էլ չկա տարիքային սահմանափակում, իհարկե չափահաս պիտի լինես 18-ից բարձր, որտեղ թեմատիկան 18-ից բարձր է նաև լինելու, ազատության բանի իմաստով եմ, ես ասի թեմատիկ տարածվելու, ասենք հնարավորությունների համար, դա որ 18-ից բարձր։ Եվ մեր կուրսերը, մեր դպրոցի կուրսերը տևում են մի տարի, որ ընթացքում ենք տալիս ենք սերտիֆիկատ եւ ֆիլմ նկարահանելու հնարավորություն, բայց ֆիլմը դա արդեն ուրիշ խոսակցություն է, ես մանրամասն կասեմ ոնց այդ ծրագիրը աշխատում մի ուրիշ տեսանյութով։ Այնպես որ եթե մարդիկ կան, որ հետաքրքրված են մեր կինոդպրոցում ուսանելու, մի սահմանափակվեք ձեր տարիքով ու ձեր հնարավորություններով, ձեր ձեռքին շատ կարևոր գործիք կա, որ չկար այն ժամանակ, երբ որ ես առաջին դեբյուտային ֆիլմ նկարում, այնպես որ համարձակ եղեք, եթե ցանկություն ունեք ֆիլմ նկարելու, իսկ մեր կինոդպրոցում հատուկ ֆիլմեր են նկարվում, հեղինակային, ընթերցող կինոֆիլմեր։ Հետևեք իմ տեսանյութերին, գրանցվեք իմ էջում YouTube-յան, Արթուր Թոմասյան, եւ հետևեք վիդեոներին, ասենք Facebook-յան իմեջով, եւ բանամասրի մասին ես կխոսեմ։ Իսկ դպրոցը կբացվի այն ժամանակ, երբ որ մենք ունենանք համապատասխան քանակի ուսանողներ։ Լավ մնացեք, շատ հետաքրքիր դպրոցը, շատ հետաքրքիր ծրագրով, շատ յուրօրինակ, որտեղ ընթերցող կինեմատոգրաֆով պիտի զբաղվենք, ընթերցող ֆիլմերով։ Իսկ թե ինչ է ընթերցող ֆիլմը, արդեն մի տեսանյութ ունեմ, մյուս տեսանյութերը նույնպես կնկարեմ եւ կգցեմ եթեր։ Լավ մնացեք։